Պարոն Առաքելյան, գտնվում ենք ձեր հայրենի Վարդենիկ գյուղում, տպավորությունները ոնց են, դուք երկար ժամանակ քարոզարշավ եք այստեղ անում նաև վարչապետի հետ։ Շատ լավ է բարձր տրամադրությունը եւ տպավորությունները, ինչպես տեսակ վարդենիքցիները մեծ մասնակցություն էին ցուցաբերում վարչապետի հետ հանդիպմանը եւ դա պատահական չի, քանի որ Վարդենիկում երկար տարիներ բազմաթիվ գործեր են արվել եւ եթե այսօր շրջեք Վարդենիկի փողոցներով, ապա կտեսնեք, որ Վարդենիկը ըստ էության դարձել է քաղաքատիպ գյուղ, հա, ավան, եւ սա նաեւ մեր քաղաքացիների գնահատականն է։ Վարդենիկը մշտապես պաշտպանել է եւ եղել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ վարչապետի կողքին եւ այդ ավանդույթները շարունակվում են ու համոզված եմ, որ հունիսի 7-ին էլ այդ ավանդույթները շարունակվելու են։ Իսկ ընդդիմության խոսույթի մասին ինչ կասեք, որ անդադ փնովում են, ինչ որ վիրավորական արտահայտություններ, զորահանեսն են քննադատում։ Դե իրենք մարդիկ են, ովքեր ըստ էության փորձելու են ու փորձում են ամեն լավ բանը փնովել, իրենք առաջարկելու ոչ մի բան չունեն, պարզապես տեսնում են թե ինչ լավ բան է արվում Հայաստանում, որպեսզի փնովեն եւ այլն եւ այլն։ Դրանով է պայմանավորված եւ պայմանավորված է նրանով, որ իրենք ըստ էության զգում են իրենց պարտությունը եւ դա ըստ էության պարտված ընդդիմության վերջին ճիքերն են։ Եվ նաև տեսանք, որ սահմանամերձ համայնքներում էլ եք լինում, բնակչությունը ավելի շատ էր մասնակցում, այսինքն սա պատասխանն էր ընդդիմությանը, որ փորձում էին վախեցնել։ Իհարկե իրենք տարբեր տեսակ խոսույթներով փորձում են վախեցնել եւ ըստ էության մեր քաղաքացիները եւ հասարակությունը հասկանում են այլևս դա եւ որևէ նման կեղծ տեղեկատվություն չի կարող խանգարել, որպեսզի նրանք գնան եւ հունիսի 7-ի տեր կանգնեն խաղաղությանը։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար